Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան աշխատավայր կացած է այսօր հանրագարկով, այս մասին դեղեկացուց ընկերային ցանցերու իր էջին դեսանյութ հրաբարագելով։ 3 գործադիրի ղեկավարը ընկերային ցանցերու մեջ այլ քրարմամբ դեղեկացուցած էր, որ ընդունած է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եւ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը առանց ներկայացնելու մանրամասնություններ։ Ամերիկայի մեջ Հայաստանի տեսփան Լիլիթ Մագունց հանդիպում ունեցած է կոնգրեսի հայկական հանձնախումբի փոխնախագահ կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ։ Ամերիկայի մեջ Հայաստանի տեսփանադունը դեղեկացուց, որ հանդիպման զրուցակիցները անդրադարձած են Հայաստան-Ամերիկայի երկկողմ հարաբերություններուն ադոնց շարունակական զարգացման։ Կողմերը պայմանավորված են այս ուղղությամբ համատեղ ջանքերը աշխուժացնել։ Օրերս Լատակիո արվարձաններում է զինյալ փախումներ դեղի ունենան երկրի ապահովական ուժերուն եւ Ձովապի շրջանի զինյալներու միջև, որոնց հետևանքով զոհեր եւ վիրավորներ արձանագրված են։ Սուրյո մեջ Քանսասարտերտը հայտնեց, որ փախումները հասած են քաղաքի ծայրամասերն ու Գետրոնը, իրավիճակը կմնա լարված։ Լատակիա Տարտուշ ճամփան փակված է, Լատակյան հանքի մեջ բարեդային ժամ սահմանված է, Դամասկոսեն լրացուցիչ ուժեր ուղարկված են։ Սուրբ Աստվածածին եկեղեցվո թաղականությունը հայտնեց, որ եկեղեցին այսօր փակ պիտի բահի իր թռները, ասկային սրբոց նահատակած վարժարանի հոգապարծությունը իր գարկին հայտնեց, որ դբրոցը փակ պիտի մնա։ Ժողովրդին թելադրված է թուրս չիկալ բնակարաններեն մինչև գացության հանդարտիլը։ Զինյալները Սուրյո դաբալված նախագահ Բաշար al-Ասադի գոմնակիցներն են, որոնք երկրի անվտանգության 15-ն ավելի աշխատակիցները սպանած են։ Ըստ լրատվամիջոցներուն երկու կողմեն զոհերու թիվը 70-ը անցած է։ Սուրյո նախկին նախագահ Բաշար al-Ասադին աջակցող զինված խմբավորումները Ջեբլե քաղաքի արվարձանին մեջ հարձակած են երկրի ներկա վարչակազմի անվտանգության ուժերու անցագետին վրա։ Այս մասին հայտնեց Սուրիական սանագործակալությունը։ Սուրյո մեջ 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված անտիմատիր խմբավորումները լայնածավալ հարձակում սկսած էին։ Դեկտեմբեր 8-ին անոնք մտան Դամասկոս, Բաշար al-Ասադ հրաժարական տվավ Սուրյո նախագահի պաշտոնեն եւ լքեց երկիրը։ Եվրամիության անդամ երկիրներու ղեկավարները Բրյուսելի մեջ դեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքին համաձայնած են Եվրոպայի վերազինման ծրագիրը 800 միլիարդ եվրո արժողությամբ, որն առաջարկած է Եվրահանձնաժողովը գայտնե Ֆրանս պրես գործակալությունը։ Եվրահանձնաժողովի Եվրոպայի վերազինման ծրագիրը նախադեсած է եվրոպական ներդրումներ Ուկրաինայո ռազմական արդյունաբերական ոլորտեն ներս ավելի գանուխ հայտնած է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն։ Առաջարկված է միջոցներու մեծ մասը ներգրավել եվրոպական պետություններու ամավարգերեն։ Բրյուսելի մեջ կայացավ Ուկրաինայո եւ Ֆրանսիայի նախագահներ Վոլոդիմիր Զելենսկի եւ Էմանուել Մակրոնի հանդիպումը, անոնք քննարկած են մարտ 11-ին երկիրներու ռազմական ներկայացուցիչներու մագարտակով գայանալիք հանդիպումը։ Տելեգրամյան էջին Զելենսկին շնորհակալություն հայտնած է Ֆրանսիայի ղեկավարին Ուկրաինայո աջակցության եւ ի պաշտպանություն ամբողջ Եվրոպայի ավելի լուրջ քայլեր ձեռնարկելու հարցով հստակ սկզբունքային դիրքորոշման համար։ Ուկրաինայո նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարեց ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակություններու հանդիպման մասին, որը դեղի պիտի ունենա հաջորդ շաբաթ։ Ան նաեւ շնորհակալություն հայտնեց Եվրոպային իր երկրին ցուցաբերած աջակցության համար, նշելով, որ ուկրաինացիները այն կգնահատեն։ Ամերիկայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆ Վաշինգտոնի մեջ կայացած մամուլասուլիսին ասավ, որ ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունները նախադեсված են 5 շաբթի օր 11 մարտին Սաուդյան Արաբիո մեջ։ Ոմանք մորցած են Նապոլեոնի հետ կատարվածը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարութենեն հետո ըսած է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին։ Ֆրանսիայի առաջնորդը ավելի գանուխ ըսած էր, որ Ռուսաստանեն փոխող սպառնալիքի եւ Ամերիկայի քաղաքականության հնարավոր փոփոխություններուն պատրաստ է քննարկել Ֆրանսիայի միջուկային կարողություններով Եվրամիության մյուս երկիրներու անվտանգությունը երաշխավորելու հարցը։ Էմանուել Մակրոն շեշտած էր, որ միջուկային զենք կիրառելու որոշումը պիտի մնա բացառապես Ֆրանսիայի նախագահի իրավասություններու շրջանագին մեջ։ Դեռևս կան մարդիկ, որոնք կցանկան վերադառնալ Նապոլեոնի ժամանակները մոռնալով, թե ինչպես ավարտված է ամեն ինչ, ըսած է Պուտին, չնշելով Մակրոնի անունը։ Ցեզի հետ էր Անի Զեյթունցյանը։